հաճելի կին է, հաճելի զրուցակից, կիրթ ու բարի անձնավորություն։ Նա անցել է կյանքի դժվար ճանապարհ, բայց չի չարացել։ Երկար տարիներ ապրել է հայրենիքից հեռու, բայց հետո հասկացել է, որ իր տեղը իր երկրում է։ Ինչպիսին է կյանքում, ինչ է մտածում, ինչի մասին է երազում։ Իմ հյուրն է ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը։ Նունե, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր առաջարկը եւ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Արդեն 6 տարի է դուք տնօրենն եք ժամանակակից արվեստի թանգարանի։ Ինչու ձեզ հաճախ չենք տեսնում եթերում։ Անկեղծ ասած չեմ սիրում լինել նկարահանվել եւ գերադասում եմ ավելի շատ գործանել, քան թե այդ մասին խոսել։ Երբեմն կան հրավերներ, որ ընդունել եմ, բայց շատ անգամ ոչ։ Գիտեմ, որ թանգարանը ունի 2000-ից ավելի նմուշ, բայց ցուցադրության է արժանացել 10%-ը։ Այո։ Ինչն է պատճառը։ Տարածքը։ Տարածքն է պատճառը, որ մենք տարիներ շարունակ եւ թանգարանի հիմնադիրը Հենրիկ Իգիթյանը եւ իրենից հետո ես արդեն բոլորս ամբողջ թանգարանի կազմը սպասում են նոր շենքին։ Խոստումները կան, ինչ որ հեռանկարներ կան եւ ամեն տարի սրտատրոփ սպասում ենք, երբ պետք է լինի այդ լավ լուրը, բարի լուրը։ Եվ այն ժամանակ իհարկե մենք ավելի լիարժեք կարողանանք ցուցադրել մեր պահոցում գտնվող հրաշքները։ Նաև, քանի որ ժամանակակից արվեստի թանգարան ենք, անպայման պետք է ունենանք էքսպերիմենտալ դահլիճներ, որտեղ լինեն տարբեր տեսակի ցուցահանդեսներ, ինստալացիաներ, որը այս պահին օրինակ թանգարանում դրսից եկած Շվեյցարիայից եւ Փարիզից եկած եւ Հայաստանից 3 հոգի արել են ցուցահանդես, որի համար ամբողջ տարածքում լցվել է սև հող թանգարանի տարածքում։ Դա միակ ցուցասրահն է, բայց քանի որ շատ հետաքրքիր պրոյեկտ էր, ես թույլ տվեցի նման բան, շատ հետաքրքիր ստացվեց, շատ խոսալից նվիրված էր լքված ընտանիքներին, շատ ազդեցիկ էր, անգամ ժողովուրդը ներսում ազդված դուրս էին գալիս եւ իրոք շատ լավ անցավ, բայց ուզում եմ ասեմ, եթե մենք ունենայինք էքսպերիմենտալ դահլիճ, դա ավելի հեշտ կլիներ, որտեղ հիմա պետք է դա ամբողջը նորից հանվի, վերանորոգվի, որպեսզի մյուս ցուցահանդեսին պատրաստ լինի։ Տարածքի խնդիրն է, ցավոք սրտի։ Նրանց համար, ովքեր չգիտեն, պատմեք մի փոքր ինչ է ներկայացնում ժամանակակից արվեստի թանգարանը։ Թանգարանը բացվել է 1972 թվականին ի շնորհիվ Հենրիկ Իգիթյանի եւ այն ժամանակվա քաղաքապետ Հասրատյանի։ 72 թիվը բոլորս մեր սերունդը հիշում է, որ դա սովետական միություն էր եւ արվեստը ուներ ինչ որտեղ սահմանափակում, այսինքն հատուկ թեմաներով պետք է նկարվեին, հատուկ թեմաներ էին առաջարկվում, պատվիրվում եւ այո, հենց այդ ժամանակ իհարկե այդպես ուղղություն չկա, բայց դա կոչվում էր սոցիալիզմ այդ ժամանակ։ Բայց մեր տաղանդները մի շատ են, այսինքն եւ արվեստագետի մտածելակերպը չի կարող սահմանափակվել իր արտահայտությունները, իր զգացմունքները, ինքը գրողը գրում է, երաժիշտը երաժշտություն է գրում եւ նկարիչը բնականաբար արտահայտում է իր զգացմունքները։ Եվ դա դուրս էին այդ շրջանակներից այդ նկարչությունը եւ դա պետք է անպայման դառնար ավելի մասսայական եւ ցուցադրվեր։ Եվ Հենրիկ Իգիթյանին հաջողվեց բացել թանգարան։ Իհարկե դա շատ մեծ, շատերը չէին հավատում, որ դա կկայանա, ասենք թե բացումը եղավ, բայց երևի շուտով կփակվի։ Եվ հիմնականում նկարիչները, որոնց մենք կոչում ենք հիմա 60-ական, իրանք նվիրեցին իրենց նկարները, որպեսզի թանգարանը կայանա։ Դրա մեջ մտնում է Աշոտ Հովհաննիսյանը, որը հայտնի ավելի դեղց Աշոտ, Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը, Կալենց, Գայանե Խաչատրյան, Ժանսեմ եւ այլն, այսինքն անունները անվերջ են,
մոտությունից ավել են։ Եվ այդ 60-ականների նվիրատության շնորհիվ բացվեց թանգարանը։ Ուզում եմ ասել, որ նույն 1973 թվականին Մոսկվայում փորձեցին նկարիչները բացել նման ցուցահանդես դրսում, ինքը հայտնի է որպես բուլդոզերная выставка, եւ այդ բուլդոզերներով այդ նկարները բոլորը ոչնչացված էին։ Եվ հետագա 20 տարում դա եղավ միակ սովետական միության այդ դաշտում միակ ժամանակակից արվեստի թանգարանը, եւ ինչպես տեսնում եք, մյուս տարի նշելու են 45-ամյակը։ Հետո ավելացան 90-ականների սերունդները այն ժամանակ, երբ որ մութ տարիներ էին, նկարիչները ընդհանրապես չէին կարողանում, ասենք, կամ դժվար էր ապրել արվեստով եւ այլն, Իգիթյանը շատ բացառիկ տաղանդավոր անձնավորություն էր եւ կարողացավ տեսնել նկարիչներին, որոնք հեռանկար ունել եւ իրենց էլ ներգրավեց թանգարանի հավաքածուի մեջ, իրանք մինչեւ հիմա էլ շատերը կան, ստեղծագործում են եւ արդեն ցավոք սրտի դա իհարկե մեծ կորուստ էր, երբ Իգիթյանը չեղավ, անգամ նկարիչները ասում էին, որ մնացինք անտեր, այսպես ասեմ, որտեղ ինքը շատ մեծ մեջք էր բոլորի համար։ Եվ որ ասում են ռուսները, այսպես ասացված կունեն, նիզամինի մխլյուձեյ նետ, բայց սա երևի այդ բացառիկ դեպքն էր, որ իրոք անփոխարինելի կորուստ էր բոլորի համար։ Նա մեծ գործ է արել մշակույթի համար, բացի թանգարանից, ինչպես գիտեք, ստեղծվեց միակ աշխարհում էսթետիկական կենտրոնը մեզ մոտ, որտեղ երեխաները սովորում են, եւ դա ոչ միայն Երևանում է, այլ ամբողջ Հայաստանում տարածված են իր մասնաճյուղերը։ Եւ հիմա մենք շարունակում ենք, քանի որ ինքը ստեղծել էր որոշակի պլան կամ որոշակի աստիճան նիշ կար, որը մենք փորձում ենք պահպանել։ Եվ նորից շարունակում ենք համալրել մեր հավաքածուն։ Ինչ չափորոշիչներով եք հիմա ներգրավում նկարներ, ցուցահանդեսները կազմակերպում։ Ցուցահանդեսները կազմակերպելուց առաջ իհարկե եթե նոր նկարիչ է, որը մինչ այդ չի ցուցադրվել մեր թանգարանում, սկզբից նայում ենք աշխատանքները եւ կա հանձնաժողով, որը որոշում է դա համապատասխան է մեր թանգարանին, կարելի է ցույց տալ կայացած է կամ ինչևից է ընտրությունը կատարվում է եւ իհարկե բացառություն չէ նաեւ կոմպրոմիս ունեցել ենք նաեւ կոմպրոմիս ցուցահանդեսներ, տեսնում եմ մենք մեր բոլորիս կյանքում կոմպրոմիսներ լինում են, ինչ որ անհրաժեշտ են նաեւ երևի առանց կոմպրոմիսի հնարավոր չէ։ Նաեւ լինում են այդպիսի կոմպրոմիսային ինչ որ ցուցահանդեսներ, բայց հիմնականում բավական պահպանում ենք այդ ժառանգը, որը մենք ստացել ենք Իգիթյանից եւ նորից համալրվում է մեր հավաքածուն նվիրատվություններով։ Այսինքն այս 5-6 տարվա մեջ մոտ 300 գործ եւս ավելացել է մեր պահոցում, մեր հավաքածուում։ Դուք արդեն 6 տարի է թանգարանի տնօրեն եք։ Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում թանգարանում։ Թանգարանում փոխվել է այն, որ նախ առաջինը, որը շատ կարևոր է, իհարկե շնորհիվ քաղաքապետի ջեռուցումը։ Թանգարանում չկար ջեռուցում, իսկ դա շատ վնաս էր թե նկարներին եւ իհարկե աշխատողներին։ Նկարները պետք է լինեն պահպանված հատուկ ջերմաստիճանի տակ։ Փոխվել է այն, որ ավելացել է, մենք տպագրություններ ենք անում, այսինքն մենք բուկլետներն սկսել ենք տպագրել օրացույցներ մեր հավաքածուի նկարներով, մեր նկարիչներով, արդեն քանի տարի է դա արվում է։ Թեկուզ տոմսերի տպագրությունը փոխվել է, ուրիշ տեսք են ստացել, ընտրում ենք իհարկե ոչ թե հատուկ, բայց մեր անդադ փոխում ենք մեր նկարիչների որից է նկարը, որից է նկարիչին, դա դարձրել ենք արդեն տոմս, որը դարձել է բավականին, այսինքն բացիկի տեսք է կրում։ Եթե առաջ կարող էին պատրել գցել տոմսը, հիմա բոլորը պահում են որպես հիշատակ։ Բացիկներ ենք տպագրում, նկարիչների էլի հավաքությունն է, որ մեծ հաջողություն ունի եւ ընդհանրապես գիտեք ինչ զբոսաշրջիկներին երբեմն դժվար է լինում գրքեր առնել, քանի որ ծանր են, բայց բացիկները բավականին իրենց հաջողություն է եւ իրանք տանում են։
Իսկ կոլեկտիվը առիթը չեք բաց թողնում միշտ հիշատակելով, որ դուք ունեք հիանալի կոլեկտիվ։ Այո։ Ովքեր են նրանք, հին թե նոր աշխատակիցներ։ Իհական եւ հիներ, հատկապես ես ուզում եմ նշեմ Զարա Այրումյանին, որ իմ տեղակալն է եւ որը 26 տարի աշխատել է Գիծյանի կողքին։ Երկրորդ կրթությունով ինքը արվեստաբան է։ Պատկերացրեք, մինչև օրս հարցեր կան, որ ես իրեն դիմում եմ, թեկուզ հարցնելու, թեկուզ շատ բաներ իրենից սովորում եմ եւ չեմ թաքցնում։ Դա շատ մեծ, ոնց ասում են, իմաջ ձեռքս այդպես ասեմ, եւ եթե անգամ ես թանգարանում չեմ, ես վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Թիմը շատ կարեւոր է։ Մի քանի երիտասարդներ, նոր երիտասարդներ կան, որոնց ես սիրում եմ երիտասարդ կադրերին, իհարկե ոչ թե որ ես հանել եմ, ոչ մեկին չեմ հանել գործից, այլ ստացվել է այնպես կամ դուրս են եկել եւ ես նոր կադրերը երիտասարդներն են բավականին հետաքրքիր, բավականին լավ աշխատող, դա երևի փոխադարձ է իմ եւ իրանց հարաբերությունը, որ անգամ իրանց հիմա ասես ուրիշ տեղ առաջարկել են անգամ ուրիշ թանգարաններից աշխատանքներ, բայց չեն գնացել։ Շատ ուրախալի է դա, ես շատ հանգիստ եմ, այսպես ասած, եւ թիմը իրոք շատ լավն է։ Խոսենք մի փոքր ձեր մասին։ Ծնվել եք Երևանում, սովորել եք Պանո Սերլեմեզյանի անվան ուսումնարանում, հետո այնտեղ դասավանդել եք։ Ումից եք ժառանգել արվեստի եւ նկարչության հանդեպ մասնավորապես սերը։ Նախ ասեմ Սերլեմեզյանից հետո սովորել եմ այն ժամանակ Գեղարվեստաթատերական ինստիտուտ, այն ժամանակ դա միասին էր, հիմա է առանձնացել, դարձել է ակադեմիա, շատ հետաքրքիր ինստիտուտ էր, երբ որ բոլորս միասին էինք։ Այնուհետև ամուսնացել եմ վերջի կուրսում, հետո դասավանդել եմ 2 տարի Պանո Սերլեմեզյանի, այո, գծանկար եմ դասավանդել։ Սովորել եմ Գեղարվեստի բաժնում, թե Սերլեմեզյան, թե ինստիտուտում իմ ղեկավար Էդուարդ Իսաբեկյանն էր, իր արվեստանոցում էի սովորում, իսկ ժառանգել եմ երևի մայրիկիցս, նախ ինքը նկարչու է, Լաուրա Ավետիսյանը եւ մայրիկից երկրորդ ամուսինը, հայտնի քանդակագործ Սուրեն Նազարյանը, որի ավելի շատ հայտնի է թե Մատենադարանի մոտի Ֆրիկի արձանը եւ Նորքի մասիվի Հայկ Բժշկյանցի արձանը իրն է եւ բավականին շատ ունի Մալացիայում այն ժամանակ բացվել էր հաղթանակի այգի, այնտեղ ամբողջությամբ իրեն քանդակներն են եւ պատկերացրեք, որ ես մտածել եմ այդ մթնոլորտում, իհարկե ինքս ինձ համար ոչ միտեղ չեմ գնացել ուսանելու, բայց տանը միշտ նկարում եմ եւ մայրիկս շատ լավ գույնի զգացողություն ունես, դու պետք է անպայման նկարչություն ընդունես, դե մի քիչ հիմա են երիտասարդները ավելի ազատ իրենց ընտրության մեջ, բայց մայրիկս այն ժամանակ լսում ենք, եթե մաման ասեց, եթե ծնողները ասեցին, ուրեմն դա է ճիշտը, այսինքն եւ այդպես ընդունվեցի ուսումնարան, այնուհետև ինստիտուտ։ Սիրում եմ, շատ է սիրում, բայց ծուլիկությունս մի քիչ գերիշխեց իմ սերը, չնայած արդեն ամուսնանալուց հետո, այդ 2 տարի հետո, դասավանդելուց հետո, ես ուղղակի մեկնեցի, ընտանիքս գնացել էր արդեն, ծնողներս եւ քույրիկս, հետո ես մեկնեցի նահանգներ։ 1992 թվականին, այո։ Ապրեցիք այնտեղ 15 տարի։ Հեշտ հարմարվեցիք ամերիկյան կյանքին։ Հարմարվելը ես գտնում եմ մի քիչ երևի իմ դեպքում, իմ պարագայում համենայն դեպս եւ մի բնավորություն եմ, եթե մի քայլ եմ անում, ուրեմն ես այդ քայլին պետք է գնամ մինչեւ վերջ առանց հետ նայելու։ Հարմարվեցի սկզբից դժվար, որովհետեւ լեզու չգիտես եւ անհամեմատելի է այստեղի կյանքը եւ այնտեղ, հատկապես այն ժամանակ։ Հիմա ինչ որ փոփոխություններ կատարվել, բաներ կան, որ նման են առօրյան եւ այլն, բայց լրիվ ուրիշ երկիրներ են։ Փորձեցի առաջի 2 տարին նկարել, ցուցադրվեցի Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, բավականին հաջող էր, բայց այնտեղի կյանքը այնպես է, որ չես կարող, պետք է ընտանիք պահես եւ միայն արվեստով ես չկարողացա համենայն դեպս, ստիպված եղա ամեն տեսակի աշխատանքներ, մինչև լեզուն սովորեցի, մինչև գտա ինչ-որ աշխատանքներ, որ այդ րոպեին հարմար էր, քանի որ երեխաս փոքր էր, 3 տարեկան էր, որ մենք գնացինք, եւ պետք է կամ աշխատեի, իրեն պետք է պահող լիներ եւ այլն, ու տարբեր տեսակի իհարկե աշխատանքներ ստիպված եղա անել։ Վերջի 7 տարիները աշխատեցի մի
միտեղ, որտեղ ավելի շատ մի քիչ մոտիկ էր այն առումով, որ ինտերիեր դիզայներ, այսպես ասեմ, որ ես կարողացա ինչ-որ շփվեցի, բարիբախտաբար եղավ այնպես, որ դերասանների տներել եմ գնացել եւ այլն եւ կարողանում էի իրան ճիշտ կահույքի հետ էր կապված, բայց հենց մտնում էի իրանց տուն, արդեն ամեն ինչով խորհուրդ էին հարցում, սա ինչպես, այս գույնը ինչպես, այս նկարը ինչպես կախել եւ դա մի քիչ մոտիկ էր հարազատ էր։ Այնտեղի կյանքը շատ օգնեց ինձ ավելի ադմինիստրատիվ եւ մենեջմենտ, այդպես ասած, սովորել եւ ուսումնասիրել եւ բացի դրանից շատ լավ փորձ է դրսի կյանքը։ Այսինքն դու չես կարող գլուխ պահել, դու պետք է աշխատես, որպեսզի տուն պահես եւ այդ արագ ըմբռնելը, արագ մտածելը, արագ ելք գտնելը, դա դրսում բավականին շուտ ձեռք ես բերում։ Իհարկե, որ ուզում է։ Եթե ուզում ես շարունակել, այլ ոչ թե նույն տեղում մնալ, որտեղ ես ընտանիքներ գիտեմ այնտեղ, որ 25 տարի նույն տեղում, նույն գործում եւ անգամ լեզուներ չսովորած եւ դժգոհում են, որ այս ինչ երկիր է, սենց չի լինի եւ այլն, բայց ես գտնում եմ, որ մարդը ինքը պետք է իր աշխարհը ստեղծի, իր քայլերը որոշի, իր ընտրությունը անի, ոչ մեկ իր փոխարեն չի կարող նա անել, այսինքն կյանքը քեզ տալիս է մի քանի հնարավորություններ, բայց ճանապարհը դու ես ընտրում, որ ճանապարհով գնալ։ Այդպես ռուսական մի հատ ասացված կա, ասում են, «Նաբոգը նադեյս է, սամ նյապլաշայ»։ Ես դա գտնում եմ ճիշտ։ Եվ այդպես 15 տարի այնտեղ անցկացրեցի, շատ ուրիշ հետաքրքիր բան ինձ այնտեղ պատահեց, որ եկավ այնտեղ մի դպրոցի մասնաճյուղ, որի հիմքը Սանտ Պետերբուրգում է, ԴԵԻՌ է կոչում, это дальнейшее энергоинформационное развитие, школа дальнейшее энергоинформационного развития, որը ուներ տարբեր աստիճաններ, ինձ այդ երևի կյանքիս այդ պահին դա շատ անհրաժեշտություն էր, որտեղ կար փիլիսոփայություն, հոգեբանություն եւ ես այդ դպրոց անգամ թրա Մոսկվա, որտեղ կար դասեր, որ այնտեղ էին անցկացնում, եղա Սանտ Պետերբուրգում կոնֆերենցիայի եւ այդ 4-5 տարի ես երևի այդ դպրոցով զբաղվեցի, որը ինձ այդ պահին շատ անհրաժեշտ էր եւ շատ օգնեց ինձ։ Ընկերության հարցում, կյանքի հարցում, մարդկանց հետ շփվելու հարցում անգամ եղավ օրեր, որը չէի կարողանում մարդկանց հետ շփվել, որովհետեւ երբ որ հոգեբանություն ես ուսումնասիրում, շատ դժվար է մարդկանց հետ շփվել, որ քեզ ստուտ են խոսում, ճիշտ են խոսում, ուզում են փորձում են խաբել, փորձում են քեզ վրա դնել իրենց իմացածը, ես մի քիչ հետ քաշվեցի մարդկանցից, բայց դա երկար չտևեց, որտեղ բնավորությամբ մի քիչ ավելի ուրախ նենց շփվող եմ, բայց շատ մարդիկ մաղվեցին իմ կողքից։ Եվ հենց այդ դպրոցում այդպես ասում էին, որ չզարմանաք, եթե ձեր կողքից հեռանան որոշ մարդիկ, ուրեմն իրենք ձերը չէին, ուրեմն իրանք չպետք է լինեին քո կյանքում, ուղղակի դուք ժամանակին չեք տեսնում դա, հիմա դա ակնհայտ է։ Այդպես Նույնը դժվարությունները հաղթահարելու համար, որոնք են այն առաջնային կարևոր հատկանիշները մարդուն անհրաժեշտ։ Մարդուն անհրաժեշտ է կամքը նախ եւ ես իմ սեփական փորձից ասեմ, որ եղավ մի րոպե, որ ես շատ ընկճված վիճակում հայտնվել, բայց երեխաս աչքիս առաջ եկավ, երևի դա մայրական ինչ-որ ինստինկտ է, որ ասեցի ոնց ես զավակ ունեմ, ես չեմ կարող իրեն անտեսել։ Եվ ցանկությունը երևի, եթե ինչ-որ մեկը ունի ցանկություն, ինչ-որ նպատակ, ինքը անպայման կհասնի այդ նպատակին, դժվարությունն էլ հաղթահարելու համար երևի ներքին ուժ է պետք, ներքին կամք է պետք, որ դու կարողանաս ինքդ քեզ առաջ տանես, ինքը քո սխալները հաղթահարես եւ այդ նույն սխալները աշխատես չգործել նորից։ Շատ դժվար բան է, գիտեք ինչ, խոսել ավելի հեշտ է, քան ստե կյանքում իրականացնելը դա։ Եվ հետո նույն Ամերիկայում այսպես մի դասընթացներ գնացի, որտեղ չինացի դասախոս էր եւ այսպես մի ասացված կասեց ինքը, որ եթե դուք ունեք խնդիր եւ դա լուծելի է, ուրեմն դուք խնդիր չունեք։ Եթե դուք ունեք խնդիր, որը լուծելի չէ, ուրեմն դա ձեր խնդիրը չի։ Ինձ մեջ դա արդեն 10 տարուց ավելի տպավորված է այդ խոսքը եւ ես գտնում եմ, որ դա ճիշտ է։ Ամեն խնդիր հնարավոր է լուծել։ Միայն պետք է տեսնել ուղիները։ Նույն ժամանակ ուսումնասիրում եմ, որ աշխատեք նայեք ձեր կյանքին վերևից, ինչպես ասենք շախմատի քայլերն ես նայում, ինչպես։ Երբ որ վերևից նայում ես քո կյանքին, այդ ժամանակ տեսնում ես ուղիներ։
Այսինքն ոչ թե մեջն ես, այլ դրսից ես, նաբլյուդատել մենք ասում ենք այդ ժամանակ։ Եվ երբ որ կողքից ես նայում, տեսնում ես, որ այս հարցը այսպես էլ կարող ես լուծել։ Կարևորը որ ստանդարտ չմտածես։ Մարդիկ եթե սահմանափակ եւ ինչ որ ստանդարտ մտածելակերպ ունեն, շատ դժվար, ես իրան գտնում եմ, որ իրանք դժվար են ապրում կյանքը։ Անկամ լուծումներ կարող ես լինել մի անսպասելի ձևով, որը երբեք մտքովը չէր կարող անցնել, եւ դա ճիշտ է։ 15 տարի ապրելով Միացյալ Նահանգներում, երբ կյանքը գրեթե հունի մեջ էր ընկել, որոշեցիք վերադառնալ Հայաստան։ Ինչու։ Երևի ասեմ, որ դա զավակի խնդիր էր, որ տղաս այն ժամանակ 17 տարեկան էր արդեն եւ բարդ տարիք է։ Շատ բարդ տարիք է եւ երբ որ հայր չկա կողքին, ես պետք է աշխատեմ, որպեսզի կարողանամ ապրել եւ երևի ինչ որտեղ միգուցե իմ մեղքն էր, որ անտեսեցի, ինչ որ բաց թողեցի եւ ստիպված եղա իրեն հետ վերադառնալ մինչեւ 18 տարեկան լեռանալը, որովհետեւ այնտեղ եթե 18 տարեկան է զավակը, արդեն ինքը ազատ է, անկախ է եւ դու ոչինչ չես կարող անել։ Մի կերպ համոզելով, խաբելով եւ այլն կարողացա իրեն բերել, պատկերացրեք 4-5 օրվա մեջ ես հավաքվել եկել եմ։ Եվ իրան էլ զգուշացնում է, ճիշտ է, ժամանակ ծնողներին չեն լսում երիտասարդները, ասեցի, եթե չուղվես, մենք գնալու ենք հետ Հայաստան եւ դու գնալու ես ծառայես բանակում։ Երևի չհավատաց, բայց այդպես էլ արեցի, այդպես էլ եղավ։ Մենք վերադարձանք, մի տարի ինքը ադապտացվեց այստեղ լեզվի առումով, որտեվ հայերենը գրեթե չգիտեր։ Այստեղ ուզում եմ ճշտեմ շատ զարմացայի, որ ինքը դրսից գալիս էր, ինչ որ բառեր էր ասում, որ ինձ համար շատ փոխվել էր Հայաստանը, ասեմ 15 տարվա մեջ։ Ասում է տղա ջան, դա ինչ է նշանակում, բայց չգիտեմ, այդպես էին ասում տղաները, ինչևից է։ Մեկ տարի հետո ինքը ծառայեց բանակում, 2 տարի ծառայեց։ Մի քիչ այստեղ կարող եմ ասել 2-ով ծառայեցինք, որտեղ ես հիմա եմ հասկանում այն ծնողներին, որոնց երեխաները միշտ զավակը թե միակը թե հատկապես ամբողջ մտածմունքը, բայց ճիշտ էր։ Կոփվեց։ Այո։ Նախ այնտեղ էլ փորձություններից անցավ եւ այլն, բայց դա իր համար կյանքի փորձ եղավ։ Լավ ընկերներ ձեռք բերեց, մեծի փոքրի այդ ընտանիքի ջերմությունը, ընտանիքում լինելը, տանը լինելը, մայրիկին ունենալ, այսինքն դա ամբողջությամբ իրեն փոխեց։ Փառք եմ տալիս Աստծուն, որ ես կարողացա երևի ճիշտ քայլ անել։ Մայրիկս էլ էր իհարկե այն ժամանակ խորհուրդ տալիս, որ Հայաստանը կուղղի, այնտեղ հարազատներ կան, այնտեղ ուրիշ է կյանքը, այստեղ ինչ է լինի տղատ, եթե զավակը դրսում է, գիտես, կամ այստեղ կլինի, կամ այնտեղ կգտնես Երևանում, այնտեղ դա հնարավոր չէ։ Ինչևից է, ծառայեց, չնայած ինքը նորից վերադարձավ, 8 տարի ապրեց այստեղ, անցյալ տարի նորից վերադարձավ նահանգներ, բայց ինքը պատրաստ էր արդեն, ես հանգիստ թողեցի իրեն։ Ճիշտ է, այս անգամ ինքը Լոս Անջելես չգնաց, ուրիշ նահանգ գնաց, բայց գնացի տեսա նորմալ, ամեն ինչ նորմալ է։ Ես ուրախ եմ։ Ստացվում է, որ Հայաստանում երեխայի դաստիարակության համար, գոնե մի շրջանի համար, ավելի նպաստավոր ու լավ պայմաններ կան, քան օրինակ Միացյալ Նահանգներում։ Գիտեք ինչ, երևի անձի ցել է կախված։ Որտեղ կան երեխաներ, որ ես գիտեմ իմ ծանոթներից դրսում կարողացան այդ անցնել այդ փող շրջանը եւ կարծես թե նորմալ։ Միգուցե ծնողները երկուսն էին, դա էլ նշանակություն ունի։ Բայց անձնել իհարկե նշանակություն ունի, ինքը կփնտրի լավ կողմը, թե վատը, կամ միշտ կան երեխաներ, որ միշտ անդադ ինչ որ խնդիրների մեջ են ընկնում, չէ։ Իմ տղաս ցավոք սրտի այդպիսի անձ էր, բայց այստեղ կա մի ջերմություն, անգամ տղաս, երբ որ տարիներ այստեղ ապրեց, ասես դե չես համեմատի, ընկերությունը այստեղ ուրիշ է։ Դա իրեն խոսքերն են եւ շատ կապվեց այստեղ, այո, ինչ որ տեղով ավելի կարող ես, եթե կան մոտիկ հարազատներ կողքդ, մի քիչ ավելի ճիշտ, ինչ որ դեռ մնացել են մեր երևի ավանդույթները, մեր ինչ որ հոգատարությունները, մեր ջերմությունը դեռ մնացել է, կուզենայի որ ավելի շատանար այդ ջերմությունը այստեղ, որովհետեւ ցավոք սրտի շատ լսում եմ երեխաներ նորից գնում են դրսում սովորում են եւ մեծ մասամբ այդ երեխաները այնտեղ էլ մնում են։
որը չի ուզենա, ես կուզենա, որ այստեղ ավելի շատ մնային։ Նշեցիք, որ 15 տարվա բացակայությունից հետո Հայաստանը շատ էր փոխվել։ Ինչն էր ամենաակնհայտ փոփոխությունը եւ արդյոք չեղավ նորից հարմարվելու խնդիր։ Իհարկե եղավ, գիտեք ինչ փոխվել էր շատ բան, փոխվել էր ամբողջ քաղաքն էր փոխվել, այսինքն փոխվել էր փողոցների անունները, որը ինձ համար ոնց որ այսպես էի հիշում, հետո հիմա ուրիշ նորից սկսեցի սովորել, ոչ թե ավելի շատ հարմարվել, սուտքի հարազատ քո հողն է, լեզուն քոնն է, ժողովուրդը ճիշտ է մի քիչ տարբեր էր արդեն այդ, որը միշտ հիշում ես այն ինչ որ դու թողել ես։ Բայց երևի դա էլ բնավորության հարց է, ես շուտ համակերպվող եմ, շուտ գտնում եմ ինչ որ թե ծանոթություններ, թե նորից վերականգնվեց, նորից ստեղծվեցին նոր ծանոթություններ, ընկերություն եւ մի քիչ երևի թող Աստված շատ չհամարի, ես բախտավոր եմ ընկերության առումով, միշտ լավ ընկերներ եմ ունենում եւ կան մինչեւ հիմա թե այնտեղ, թե այստեղ հատկապես աշխատանքիս մեջ էլ նույնպես հայտնվեցին նրանք, ում հետ որ միասին սովորել էինք ժամանակին, ոնց որ մի սերունդի էինք, եւ դա դարձավ նոր էջ իմ կյանքում, այսպես ասեմ։ Եվ ես նորմալ եմ, ես լավ եմ ինձ զգում, թե աշխատանքում, թե իմ քաղաքում, անգամ որ գնում եմ, նորից կարոտում եմ, հետ եմ գալիս, չնայած այս պահին իմ կեսս ոնց որ ասած դրսում է, թե քույրիկս ընտանիքով, թե տղաս, բայց մեր հայերի երևի ճակատագիրն է լինել ամենտեղ եւ միասին, այդպես։ Երբ առաջարկ եղավ տնօրինելու ժամանակակից արվեստի թանգարանը, չկար մտավախություն, որ հնարավոր է չստացվի, որովհետև արդեն 15 տարի է։ Ոչ թե այդ պատճառով, միայն զուտ այն պատճառով, որ 40 տարի գրեթե դա ղեկավարել է Հենրիկ Իգիթյանը։ Մի անձ, որը ուղղակի հզոր մի անձնավորություն էր եւ իրանից հետո գնալ միտեղ ինչպես ինձ կընդունեն։ Ես ճիշտն ասած այդ փոփոխությունների հանդեպ վախ չունեմ։ Սիրում եմ փոփոխությունը, սիրում եմ քայլել անել։ Գիտեք ինչ, եթե չստացվի, ես դրանից էլ չեմ հիասթափվի։ Հիմա դա պետք է փորձես, որ իմանաս կարող ես, թե չես կարող։ Եթե մի բան չես փորձել, երբեք չես իմանա։ Դա էր իմ մտավախությունը, բայց կարծես թե, չգիտեմ, դա երևի արդեն ուրիշներից պետք է հարցնել հաջողվի։ Ես գտնում եմ, որ իհարկե նորից սխալներով, իհարկե ինչ որ փորձը ձեռք բերում ես ընթացքում, կարծես թե ստացվում է։ Որքանով է գոհ ինքներդ ձեր արած աշխատանքից։ 100%-ով երևի չէ, կան բաց թողումներ, բայց կարևոր որ ես տեսնում եմ այդ բաց թողումները եւ կաշխատեմ լրացնել դրանք։ Ոչինչ։ Իսկ կա մի կարևոր նպատակ, որն ուզում եք անել աշխատանքի հետ կապված։ Իհարկե, ուզում եմ հասնել նրան, որ անպայման մենք շենք ունենանք։ Շատ եմ ուզում, եւ դա միայն իմ ցանկությունը չի, ամբողջ թիմի, ամբողջ նկարիչների, որովհետեւ գիտեք ինչ մշակույթը մտնում են թանգարան, սկզբից շատ են եղել, ասել են, գիտեք ինչ դրսից չենք պատկերացնում, կարող է դուք այսպիսի հավաքածու ունենաք։ Այսինքն հիացած դուրս են գալի, թե Երևանում ապրողները եւ թե դրսից եկողները շատ են հիանում եւ կուզենա իհարկե որ մի քիչ ավելի հնարավորություն ունենայինք դուրս բերելու մեր մշակույթը, այսինքն երկրից ավելի դրսում ցուցաբերել։ Չնայած շատ մեր նկարիչներ այսօր ցուցադրվում են եւ իրանց դրսում ավելի շատ են ճանաչում, քան այստեղ։ Կուզենա ավելի լավ ներկայացնել մեզ դրսում, որովհետև մենք իրոք տաղանդավոր ազգ ենք եւ անսպառ է մեր տաղանդը։ Դա իմ ցանկությունն է։ Ինչ կուզեիք փոխել կամ ավելացնել մեր կյանքում, իրականության մեջ, ինչն է պակասում ձեզ։ Բարիությունը երևի, բարիություն կուզենայի որ շատ լիներ, հոգեոր աշխարհը մի քիչ մեծանար եւ ոչ թե խոսքերով, այլ իրոք մարդիկ ուզենան ավելի կամեցող լինեն միմյանց, ավելի օգնեն միմյանց, եթե հնարավորություն ունեն, որովհետև շատերը այսօր ինձ թվում է կարիք ունեն օգնության, թեկուզ բարի խոսքի, որովհետև խոսքը մարդուն կարող է թե ընկճել, թե ուրախացնել, թե լացացնել, դա շատ կարևոր է, այո, զորեղ է, դե ինչպես եւ երաժշտությունը, ես թվում է, այդպես էլ ազդում են, ես կուզենայի, որ մարդիկ միմյանց հանդեպ ավելի շատ հարգանք ունենան,
գնահատեն միմյանց, որովհետև ամեն մեկը իր համար անձ է եւ երևի կողքինից բացի նրանից, որ ինքը իրենով է իրեն դարձնում, կողքից էլ պետք է ավելի չտրորել, չընկճացնել, այլ ընդհակառակ բարձրացնել։ Նույնպես ինչպես երեխային, ինչքան դու գովում ես, ինքը ավելի ինչ որ ձգտում է լավ բան անել, չէ՞։ Մարդիկ նույն երեխաներն են, ուղղակի դա թվեր են, որ իրենց վրա ավելանում են։ Երևի պետք է ավելի բարի լինել։ Այդպես։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Տա Աստված, որ այս ամենը իրականություն դառնա։ Իսկ հեռուստադիտողները կարծում եմ այսօր բացահայտեցին մի մարդու, ով իսկապես կարողացել է առաջ գնալ առանց ետ նայելու ու զղջալու, ով պատրաստ է պայքարել իր բոլոր նպատակներին հասնելու համար։ Կհանդիպենք։